Լսել եմ շատ ու շատ պատմություններ, թե յուրաքանչյուրը ինչպես է կարողացել դուրս գալ տվյալ իրավիճակներից։ Խոսենք, թե ինչպես կարող ենք մեկս մյուսին օգնել, ինչպես կարող ենք մեկս մյուսին մեր խորհրդով կամ մեր գործողություններով դուրս բերել տվյալ իրավիճակներից։ Երիտասարդ տղամարդկանցից մեկը պատմեց, որ իր կինը խորամանկ հնարք է օգտագործել իրեն հանելու համար այս իրավիճակից։ Երբ աշխատանքից տուն է վերադարձել, տեսել է, որ երեխաները չկան, իսկ կինը ուղղակի անաշխաղաղ պառկած է լոգարանում։ Իհարկե կինը ինքնասպանության փորձ չէր ցանկացել անել, ուղղակի փորձել է սթափեցնել իր կողքի տղամարդուն։ Նրան ասել. «Եթե դու միևս մեկ անգամ խաղադրույք կատարես, իմացի, որ սա կդառնա իրականություն»։ Տղամարդը 1-2 վայրկյան սառս կանգնել է, որից հետո որոշել է, որ իրականում այլևս չի խաղալու, որովհետև հասկացել է, թե ինչ կարող է իրականում կորցնել։ Եվ իհարկե յուրաքանչյուրիս կյանքում էլ շատ կարևոր են նման սթափեցնող դեպքերը։ Իհարկե ոչ բաղացու դեպքեր, որոնք սթափեցնեն մեզ։ Մինչ այս ամենը պետք է գիտակցենք, թե ինչ կարող ենք մենք կորցնել իրականում եւ ինչ ունենք մեր շրջապատում։ Երեխաներ, տուն, ընտանիք, ծնողներ, եղբայր, քույր, որոնք մեզ շրջապատում են, եւ մենք պետք է հասկանանք, որ նրանք մեզ համար են ապրում եւ մենք ապրում ենք նրանց համար։